Փառքորը որդուն Սուրբ Հոգուն ամեն։ Փառք ենք տալիս մեր երկնավոր Հորը, որ այսօր էլ մեզ հավաքեց, որպեսզի իր ներկայությունը վայելենք։ Այսօրվա քարոզի թեման կոչվում է թագավոր մարգարե քահանա։ Կարդանք մի քանի հատվածներ Աստծո խոսքից եւ տեսնենք ինչի մասին է խոսքը։ Ծննդոց գրքի առաջի գլխի 26-րդ տունը կարդանք, Փառքորը որդուն Սուրբ Հոգուն ամեն։ Եվ Աստված ասաց. եկեք մեր պատկերով մարդ հարարենք մեր նմանությամբ։ Եվ նա թող իշխանություն ունենա ծովի ձկների ու երկնքի թռչունների եւ անասունների եւ ամբողջ երկրի ու սողացող բոլոր սողունների վրա։ Այսպես Աստված իր պատկերով ստեղծեց մարդուն, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու եւ եք ստեղծեց նրան, եւ Աստված օրհնեց նրանց, եւ Աստված ասաց նրանց. աճեցեք ու բազմացեք, ու լցրեք երկիրը, եւ տիրեցեք դրան, ու ծովի, ձկների ու երկնքի թռչունների եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա իշխեցեք։ Տեսնում ենք, որ Տեր Աստվածը երբ որ ստեղծում էր մեզ, այսինքն մարդկանց, ստեղծում էր իր նմանությամբ եւ պատկերով եւ իր նմանության եւ իր պատկերի գլխավոր այսպես հատկություններից մեկը սա էր, որ որպես իշխան, որպես թագավոր ստեղծեց մարդուն։ Եվ այս թագավորությունը, որ տվեց մեզ, դա ամբողջ տիեզերքն էր։ Ահա կարդում ենք, որ Տեր Աստված ասում է իշխեցեք ամբողջ ստեղծագործության վրա։ Եվ Տեր լինելը, ինչ-որ մի բանի վրա իշխանություն ունենալը արտահայտվում էր նաև այն բանով, որ այն ժամանակ, հին ժամանակներում, հիմա էլ ընդհանրապես այդպես է, բայց այն ժամանակ շատ ավելի ընդգծված էր, տիրակալը իր ունեցվածքին անուն էր դնում։ Օրինակ Ադամը կանչում է, չէ՞, Տեր Աստվածը բերում անասուններին, ինչի է Տեր Աստվածը անուններ չդրեց։ Որտեվ Ադամն էր իրանց Տերը։ Ադամը բոլոր կենդանիներին, ձկներին անուններ դրեց, եւ ինչ անուն որ դրեց Ադամը, այդպիսի անուններ նրանք մինչև հիմա ունեն։ Հիշում եք, մինչև մեղ գործելը ասում արու եւ եք ստեղծեց նրանց, իշխանության հարց չկար այդտեղ, հավասար էին մարդուկին, դրախտային վիճակում, բայց երբ որ մեղ գործեցին եւ դրախտից վտարվեցին, գրված է Ադամը իր կնոջ անունը Եվա դրեց, արդեն Ադամն էր Տերը կնոջ։ Այսպես եւ հետո հիշում ենք, չէ՞, Հիսուսն ասում է, քո անունը Սիմոն չի լինելու, Պետրոս կլինի։ Հիսուսն էր Տերը, այսպես անուն էր դնում։ Մենք էլ, չէ՞, մեր բաներին անուն ենք դնում, մեր երեխաներին, եթե շուն կատու եք պահում մեր շներին կատուներին, այսինքն մենք Տեր ենք, էլի այսպես, մինչև իրանք մեծանան, մեր տիրակալությունից դուրս գան եւ այլն։ Սա իշխանության առաջի նշանն էր։ Բայց մենք պետք է իշխեինք Ադամը Եվան եւ մենք պետք է իշխեինք Աստծո ուզած ձևով։ Ինչպես է Աստված մտածրագրե իշխանությունը, ինչպես պետք է այդ իշխանները, այդ թագավորները թագավորեին։ Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղված թղթում ասում է. առանց մեզ թագավորեցիք, էլ մեր կարիքը չունեք, հետո ասում է երանի թե թագավորեինք, մենք էլ գայինք ձեր հետ թագավորեինք։ Այս մարդիկ աշխարհիկ գաղափարներով էին ուզում թագավորեին։ Այս մարդիկ ասելով այդ Պողոս առաքյալի հիմնած եկեղեցու հավատացյալների մասին է խոսքը, Կորինթոսի եկեղեցու մասին։ Արդեն այդ ժամանակ տեսնում ենք, որ կորցրել էին թագավորելու իմաստը։ Ինչ է աստվածային իմաստը, այսինքն մարդիկ նայում էին աշխարհում ոնց են իշխում, աշխարհի թագավորները, տերերը, բան, այսպես բռնությամբ, մանիպուլյացիայով, խաբելով եւ այլն, բան, եւ այսպես
ուզում էին իրանք էլ այսպես վիճակների վրա տիրեն, իշխեն եւ այլն։ Բայց Հիսուսը որպես թագավոր սովորացրեց մեզ, որ մենք պետք է ծառայենք։ Եվ Պողոս Առաքյալն էլ ասում էր. «Երանի թե թագավոր եք», այսինքն երանի թե ծառայեք այդ մարդկանց։ Ինչ պետք է անեին Ադամն ու Եվան։ Պետք է ծառայեին ամբողջ ստեղծագործությանը, իրանք որպես ստեղծագործության գլուխ պետք է ամբողջ ստեղծագործությունը այսպես Աստծո համար նախապատրաստեին դեպի այսպես բարձրացնեին դեպի աստվածային նոր ու նոր բարձունքներ։ Չգիտեմ սա ինչ էր նշանակում, բայց հայրերը այսպես են ասում, որ չգիտենք, որովհետև մենք մեղավոր մարդիկ ենք, բայց այն որ ասում է վերջում ամենի մեջ Աստված պետք է լինի, այդպիսի մի վիճակ պետք է ստեղծեր Ադամը, ամեն ինչ պետք է Աստծո ծրագրերով այսպես բարձրացնեին այս ամբողջ ստեղծագործությունը դեպի աստվածային մակարդակը, որ Աստված ուզում էր որպեսզի այդ ամբողջ ստեղծագործությունը լիներ։ Բայց տեսնում ենք, որ Ադամը եւ Եվան չմնացին իրենց այս աստվածային պատկերի մեջ եւ խաթարվեց այս պատկերը, այսպես փչացավ մեր բնությունը, փչացավ մեր նկարագիրը եւ մենք թագավորի փոխարեն ծառա դարձանք եւ մեղքի ծառա եւ մեր կրքերի ծառա եւ այսպես տարբեր իրավիճակների ծառա այն բնությանը, որ մենք պետք է իշխենք, ինքնարիշխում մեր վրա, այն ամեն բաները, իրավիճակները, որ մեր իշխանության տակ պետք է լինեին, բայց մենք արդեն դրանց իշխանության տակ ենք, այսպես խաթարվել է։ Բայց մենք գիտենք, որ Հիսուսը երբ որ գա երկրորդ անգամ այս ամբողջ իշխանությունը պիտի վերականգնվի եւ որ առաջին անգամ էլ եկավ իշխանություն տվեց իր առաքյալներին, ճշմարիտ հավատացյալներին, չէ, ասում կարող եք ասել սարին գնա անգի ծովը կգնա կընկնի, այսինքն այս իշխանությունը, որ իհարկե առաքյալները չէին ուզում ծառերը տեղափոխեին, սարերը տեղափոխեին, որովհետև իշխանությունը տեղափոխել չէր, այլ իշխանությունը ուրիշ բան էր, բայց ամեն դեպքում այս իշխանությունը ունեին, նույնիսկ այս իշխանությունը Հիսուսը տվեց իր առաքյալներին եւ մեզ։ Մենք կարող ենք աղոթ քանել եւ բնությունը փոխվի, մենք կարող ենք աղոթ քանել եւ շատ իրավիճակներ փոխվեն, մենք կարող ենք այս բոլոր բաների համար աղոթ քանել եւ Տերը մեր այս պաշտոնը, որ տրված է մեզ, տրվել է մեզ, ուրեմն կարող ենք իրագործել։ Սա Աստծո խոստումն է։ Մի հատված էլ կարդանք Աստծո խոսքից։ Պետրոս առաքյալի թուղթը, առաջի թուղթը, երկրորդ գլուխ 9 եւ 10 համարները, Պետրոս երկրորդ գլուխ 9-10 համարները։ Բայց դուք մի ընտրյալ սերունդ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, նրան պատկանող ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա փառաբանությունները, ով խավարից ձեզ իր սքանչելի լույսին կանչեց, որ անցյալ ժամանակներում ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդն եք, դուք, որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա ողորմություն գտաք, սիրելիներ, աղաչում են որպես պանդուխտներ ու օտարականներ, հեռու մնացեք մարմնավոր ցանկություններին, որոնք պատերազմում են հոգու դեմ։ Ահա կարծում ենք, որ Պետրոս առաքյալը հորդորում է եւ այդպես այս նամակի մեջ ասում է հավատացյալ ժողովրդին, որ դուք ընտրված սերունդ եք։ Աստված ընտրել է մեզ քրիստոնյաներից Քրիստոսի միջոցով։ Ասում է դուք ընտրված սերունդ եք, թագավորական քահանայություն։ Ուրեմն ոչ միայն Տեր Աստվածը ստեղծել էր Ադամին որպես թագավոր, այլև ստեղծել էր որպես քահանա։ Մենք խոսացինք մի քիչ քահանայությունից։ Քահանան միջնորդ է Աստծո եւ մարդկանց միջեւ։ Ահա մենք տեսանք, որ Ադամը միջնորդ էր ամբողջ ստեղծագործության եւ Աստծո միջեւ, եւ ամբողջ ստեղծագործությունը եւ Տեր Աստվածը Ադամի մեջ կարծես միավորվում էին։ Չնայած այս մոդելը, այս նմանությունը, այս կերպարը մինչև Ադամի ստեղծագործությունը, մինչև տիեզերքի ստեղծագործությունը Աստծո մեջ կար։ Սա Աստծո որդի Հիսուս Քրիստոսի կերպարն էր, որի կերպարով էլ մենք ստեղծեցինք։ Առակած գիրքը, որ բացեք 8-րդ գլխի 23-րդ տունը, ասում է տիեզերքը ստեղծելուց առաջ ես քո մոտ էի եւ ասում է բնագրում ասում է դու ինձ օծեցիր։ Ես բացեցի մեր գիրքը, կարդացի, գրածա դու ինձ հաստատեցիր, չգիտես ինչու։ Այո, օծումը նաեւ հաստատել է, իհարկե, բայց լավ կնի ճշգրիտ թարգմանեն, բայց ամեն դեպքում իմացեք, ասում է դու ինձ օծեցիր այս ամեն ինչը ստեղծելուց առաջ։ Այսինքն այս օծությունը, որ ուներ Քրիստոսը,
Հիսուսը մինչև աշխարհ գալը այս նույն մոդելով Տերը ստեղծեց մարդկությանը։ Եվ ընդհանրապես օծում էին թե թագավորին, թե քահանային, որ կարդաք Իսրայելի պատմությունը, օրինակ Սամուելը գնաց Դավթին օծեց, չէ՞։ Երբ որ օծեց, Դավիթը դառավ քահանա։ Ներողություն, թագավոր, այո, թագավոր։ Մովսեսը օծեց Ահարոնին եւ Ահարոնը դարձավ այդ օծելուց հետո դարձավ քահանա, մինչև այդ սովորական մարդ էր։ Հենց օծեց դարձավ քահանա։ Ուրեմն այս օծությունը, որ Սուրբ Հոգու միջոցով էր, բայց տեսանելի յուղով էին օծում, բայց Սուրբ Հոգին էր իհարկե օծում։ Յուղը չի կարա մարդուն քահանական թագավոր սարքի։ Այդ յուղը տեսանելի պատկերներ են օծության, որ ուրեմն կարելի լինում էր այդ մարդկանց, այսինքն ցույց էին տալի, որ Տերը հաստատեց, Տերը օծեց այս մարդուն, որպեսզի թագավորի, որպեսզի քահանայություն անի եւ այլն եւ այլն։ Եվ այս ամբողջ շնորհները, որ պետք էր թագավորին, այս օծության ժամանակ ստանում էր թագավորը, այն ամբողջ շնորհները, որ պետք էր քահանային քահանայություն անելու համար ստանում էր։ Մինչև հիմա էլ օծում են, երբ որ քահանա են ձեռնադրում, հետո այսպես տարբեր աստիճաններով հասնում են մինչև եպիսկոպոս բան, այսպես ձեռնադրություն են անում, օծում են եւ այս օծումը հաստատում է այս քահանայությունը։ Նույնպես թագավորներին, հիմա դե թագավորներ չկան, բայց քրիստոնյա թագավորներ են եղել, բոլոր թագավորներին իմացեք, որ այսպես այդ երկրի հոգևորականն է օծել, մեր մոտ կաթողիկոսն է օծել, մեր թագավորներին ուրիշ երկրներում իրանց եպիսկոպոսներն են օծել, միշտ օծվել են թագավորներն ու քահան։ Այսինքն մենք որպես թագավոր, որպես քահանա, մենք օծությունն ունենք Աստծո, եւ այս օծությունը Քրիստոսից է գալիս, որտեղ Քրիստոսին օծեց Տեր Աստվածը եւ ուրեմն ուղարկեց աշխարհ, եւ մենք էլ որպես քրիստոնյաներ այս օծությունից ուրեմն բան ենք ստանում, մասու բաժին ենք դառնում այս օծության։ Գործք Առաքելոց 10-րդ գլխի 38-րդ տան մեջ, Գործք Առաքելոց 10:38 Պետրոսը քարոզում է ասելով. Դուք գիտեք, թե ինչպես Աստված օծեց Հիսուս Նազովրեցուն Սուրբ Հոգով եւ զորությամբ, որ շրջեց բարիք անելով եւ սատանայի կողմից բոլոր ճնշվածներին բժշկելով, քանի որ Աստված նրա հետ էր։ Նաեւ այս օծությունը քահանայության եւ թագավորության, որ մենք իշխանություն ունենք ոչ միայն այս բնության վրա, իշխանություն ունենք նաեւ հիվանդությունների վրա, չարի դևերի վրա, այս իշխանությունը, որ Քրիստոսը ստացավ եւ Քրիստոսը բաժնեկցում է մեզ հետ, մենք որպես քրիստոնյաներ ստանում ենք։ Աստված օծեց Հիսուս Նազովրեցուն Սուրբ Հոգով ու զորությամբ, որ շրջեց բարիք անելով եւ սատանայի կողմից բոլոր ճնշվածներին բժշկելով, քանի որ Աստված նրա հետ էր։ Եվ մենք տեսնում ենք, որ առաքյալներն են նույն բաները, նույնիսկ առավել բաներ էին անում այս օծությունից ելնելով։ Եվ մեկ ուրիշ տեղ կարդում ենք, որ Քրիստոսը քահանա էր Մելքիսեդեկի կարգի պես, այսինքն Քրիստոսը քահանա էր հավիտյաններից, ինչպես Մելքիսեդեկի ազգատոհը ոչ մեկ չգիտեր, երբ ծնվեց, երբ մահացավ, որտեղից էր գալիս, ուր էր գնում եւ այլն, ահա այսպես էլ Քրիստոսը հավիտենական քահանա էր, հավիտենական քահանայապետ էր, սա Եբրայեցիների թղթում է գրված, կարող ենք կարդալ եւ տեսնեք, թե ինչպիսի քահանա էր Քրիստոսը եւ ինչպիսի քահանայության ենք մենք ուրեմն կանչված Քրիստոսի հետ։ Եբրայեցիների թղթի 4-րդ գլխի 14-15 տների մեջ այսպես է ասում Պողոս առաքյալը. Տեսնելով, որ մենք մի մեծ քահանայապետ ունենք, երկինքներով անցած Հիսուսին, Աստծո որդուն, եկեք ամուր պահենք մեր դավանությունը, որովհետև ոչ թե այնպիսի մի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, այն այնպիսին, որ ամեն կետում փորձվեց մեզ նման, սակայն առանց մեղքի։ Ահա որպես քահանայապետ մենք էլ քահանաներ, ես որ ասում քահանա պաշտոն մի պատկերացրեք, այլ կոչում։ Մենք բոլորս քահանաներ ենք, եկեղեցին որ քահանա է դնում, արդեն այդ մարդը, այդ մեր այսպես ասած
պայմանական ասես քահանաների մեջից մեկին ընտրում են, որ պաշտոնով քահանայություն անի, հա։ Ինչպես հիմա որ նախագահ են ընտրում, չէ, բան են ընտրում, վարչապետ են ընտրում, պոտենցիալ բոլորը վարչապետներ են, էլի, ում որ ընտրեն, դա է դառնում պաշտոնով վարչապետ, այդպես չի։ Ցանկացած օրինակ ես կարամ իմ տեխնացիոնում նախագահության ընտրություններում, չէ, կընտրեն, կդառնամ նախագահ, չեն ընտրի, բայց պոտենցիալ ես արդեն նախագահ եմ, էլի։ Չեն ընտրի, այսպես է։ Մենք բոլորս քահանաներ ենք, բայց երբ որ ընտրություն է կատարում եկեղեցու ներսից մեկին ընտրում են, բանը, բայջե ոնց է հայերեն, այսպես գաղափարը սա է, որ լավագույններին մեր մեջից ընտրում ենք, միշտ այդպես է լինում, բայց այդպես էլ է լինում։ Լավագույններին ընտրում են, որ արդեն պաշտոն այդ կոչումով քահանաների, որպեսզի պաշտոնով էլ քահանայություն անեն եւ եկեղեցին օգտվի այս քահանայությունից։ Բայց որ Քրիստոսը գա, արդեն մենք բոլորս իրոք այս մեր քահանայապետը, երբ որ գա, մենք բոլորս կստանանք այս թագավորությունը եւ մեր քահանայությունը։ Հիշում եք, չէ՞, ասում է Քրիստոսը գնաց հոր Աստծո աջ կողմում նստավ, երբ որ մենք էլ եւ գալու է մեզ տանի, մեզ էլ տանելու է, ասում է ով ինձ լսում է, իմ խոսքը լսում է, ես տանելու եմ եւ հորս կողքը նստեցնեմ, իր գային պետք է նստենք։ Մենք նույն ձևի պետք է Քրիստոսի նման պետք է Քրիստոսի մեջ պետք է թագավոր լինենք, քահանա լինենք։ Եվ մարգարեությունն սա էր, որ մենք մարգարե ասելով հիմնականում հասկանում ենք գուշակ, բայց մարգարեն հոգևոր Աստծո խոսքով եւ Իսրայելում եւ իրականում մարգարե նշանակում էր Աստծո կամքը իմացող եւ Աստծո կամքը ժողովրդին փոխանցող մեկը։ Սա էր մարգարեն։ Եվ թե թագավորներին, թե քահանաներին մարգարեներն էին օծում։ Մարգարեն այդ օծությունը Սուրբ Հոգուց ստանում էր եւ հետո հասկանում էր Աստծո կամքը, որ Աստծո կամքն է ընդհանրենք Աստված մերժեց Սավուղին եւ ընտրեց Դավիթին, չէ՞։ Այդ մարգարեն տվյալ դեպքում Սամվել մարգարեն իմացավ Աստծո կամքը եւ եկավ Սավուղին մերժեց եւ Դավիթին օծեց որպես թագավոր։ Մինչեւ այդ Աստծո կամքն էր որ Սավուղը լիներ թագավոր, գնաց Սավուղին օծեց։ Միշտ մարգարեներն են օծում, բայց մարգարեն ասում է, մարգարեն Աստծո կամքը մարգարեություն նշանակում Աստծո կամքը իմանալ եւ այդ Աստծո կամքը փոխանցել ուրեմն ժողովրդին։ Եվ ինչպես միշտ, այսպես կեղծ իշխաններ են եղել, կեղծ թագավորներ են եղել, կեղծ քահանաներ են եղել եւ այլն, որոնք Աստծո կողմից կանչված չեն եղել, Աստծո կողմից դրված չեն եղել, ինքնակոչ են եղել եւ այլն, այսպես էլ ինքնակոչ մարգարեներ կան, որոնք չգիտեմ, ինչ զորություններից, կասկածելի բաներից, այսպես զորություններ բաներ են ցուցաբերում եւ այլն, եւ սրանց ղեկավարը այն կեղծ մարգարեն է, որ աշխարհի վերջում պիտի գա Քրիստոսի գալուստից առաջ, այս կեղծ մարգարեն, որ հրաշքներ պիտի անի բան, եւ հիմա Հովհաննես առաքյալը ասում է, որ հիմա արդեն երկրի մեջ այսպես լիքը մարդիկ կան, բայց բուն այդ սատանայի ճուտը, սատանայի որդին դեռ չի եկել, բայց գալու է, այսպես կեղծ հրաշքներով, բաներով։ Հիմա էլ հրաշքները կան, բաները կան, բայց այդ հրաշքներ են անում, բժշկություններ են անում, տարբեր բաներ են անում, բայց ընդհանրապես լիովին հրաժարված Աստծո կամքից, Աստծո կամքին դեմ քայլող ժողովուրդ են։ Այսպիսի մարգարեներից գուշ եղեք, այսպիսի կեղծ բանվորներից, կեղծ առաքյալներից, կեղծ բաներից, Պողոս առաքյալը, Պետրոսը բոլորը զգուշացնում են եւ մենք էլ պետքա շատ զգուշ լինենք։ Ահա այսպես է, որ մենք թագավոր ենք, մենք քահանա ենք եւ մենք մարգարե ենք եւ այս եթե հիշենք Ադամն էլ, չէ, երբ որ բան եղավ, Եվային բերեց Տեր Աստվածը, նայեց եւ մարգարեացավ։ Ինչ ասեց։ Ասեց սա կինա կոչվելու, որովհետեւ իր ամուսնուց վերցրեց եւ հետո ինչ ասեց։ Ասեց ամուսինը, սրա ամուսինը կթողի իր հորն ու մորը, կնոջը կհարի, չէ, եւ կդառնան մեկ մարմին։ Սա Աստծո կամքն էր, որը Ադամը մարգարեացավ։ Ինչ է Աստծո կամքը, որպեսզի միանան եւ մեկ մարմին դառնան։ Եվ սա մարգարեություն էր, ուրեմն եկեղեցու մասին։ Ես չեմ հիշում, մի անգամ գիրք կարդացի, եթե չեմ սխալվում, միգուցե սխալվում եմ, բայց կարծեմ թե կաթողիկոս Գարեգին առաջինի գիրքն էր։ Ինքը խոսում էր ընտանիքի մասին եւ ասում էր, որ ընտանիքում կինն է քահանա։ Այդպես շատ զարմացա, երբ որ կարդացի այս բանը, հետո որ տեսա, որ լրիվ Աստծո խոսքով էր։ Ինչ է քահանայություն։ Մարդկանց եւ Աստծո միջև միջնորդ, այն իմաստով, որ մարդկանց տանել
տարբեր մեթոդներով, տարբեր ծեսերով, տարբեր ձևերով Աստծո խոսքը մատակարարելով մարդկանց բարձրացնել եւ մոտեցնել եւ մերձեցնել Աստծուն։ Սա է, չէ՞ քահանայի գործը։ Հիմա նայեք ընտանիքի մեջ ամուսինը միշտ էսպես է եղել, հիմա էլ է այսպես, հիմա մի քիչ փոխվել է, բայց միշտ էսպես է եղել։ Ամուսինը գնում է առավոտյան աշխատում է, փող է աշխատում, չարչարվում է, հողագործություն է անում կամ բանվորություն է անում կամ չգիտեմ ինչ անում, մեքենա է քշում եւ այլն, եւ երեկոյան գալիս է։ Այդ կինը իր երեխաների հետ ինչ պետք է։ Ով պետք է այդ երեխաներին դաստիարակի քրիստոնյա բան, ով այդ քահանայությունը պետք է անի։ Բարձր որ կինը պետք է անի։ Եվ կինը այս իմաստով դառնում է ընտանիքի քահանան։ Այսպես չի։ Համաձայն չեք։ Եթե դրանք հասկանում ենք քահանայությունը ոչ թե ինչ որ շորեր հագնել եւ խորանին ծառայել, այլ հասկանում ենք սա ասեցի պաշտոն է, այլ որպես կոչում կինն է դառնում քահանա։ Եվ եթե ուշադիր կարդացինք բանը Ծննդոց գիրքը, այդ բոլոր իշխանությունը այդ աստվածային ամբողջ նմանությունը երկուսին տրվեց։ Երկուսին։ Կինն էլ է թե թագավոր, թե քահանա, թե մարգարե։ Եվ երբ որ աստվածային ընտանիք է կազմվում, Աստծո կողմից երկու քրիստոնյա երիտասարդներ կամ ծերեր, չգիտեմ, ամուսնանում են իրար հետ, մեկ ընտանիք են կազմում, եւ այդ ընտանիքի ժամանակ վերականգնվում է այդ վիճակը, որ երկուսն էլ Աստծո միջոցով միանում են իրար եւ մեկ մարմին են դառնում եւ այդ Ադամի մարգարեությունը կատարվում է։ Բայց մենակ մեկ մարմին չենք դառնում մենք մեր ամուսինների եւ կանանց հետ։ Սա ավելի խորը բան է, քան թե մենք կարող ենք պատկերացնել։ Ինչպես մենք որտեղ Պողոս Առաքյալն է սա ասում, սա մեծ խորհուրդ է, շատ խորը խորհուրդ է։ Ասում է, բայց ես խոսում եմ Քրիստոսի եւ եկեղեցու մասին, այսինքն մենք պետք է Քրիստոսի եւ եկեղեցու մոդելը պատկերացնելով հասկանանք ինչ ընտանիքը, չնայած ավելի խորը սա խորհուրդ է։ Ինչպես Քրիստոսը եկեղեցու հետ դառնում է մեկ, այնպես էլ ինչպես է դառնում մեկ։ Մեր սիրտը, մեր հոգին, մեր էությունը, մեր ամբողջ մարդկայնությունը, որ Քրիստոսը հագավ իր վրա եւ սկսեց փոխել մեր ներսից եւ դրսից, այդպես էլ մենք միանալով Քրիստոսի հետ ամբողջովին պետք է վերափոխվենք։ Այն թթխմորը, որ Քրիստոսն ինքն էր, խմորեց մեզ ամբողջովին։ Եվ ընտանիքը այսպես է։ Ընտանիքի մեջ մարդն ու կինը Քրիստոսի հետ ուրեմն դառնում են մեկ այսպես փոքրիկ եկեղեցի։ Առաջ սկզբնական շրջանում Պսակը եղել է պատարագի ժամանակ, պատարագ են արել, հաղորդություն են տվել բան եւ նոր դարձել են մարդուկին։ Դե հիմա մի քիչ փոխվել է, բայց այդ որոշ բաներ տեսնում ենք, օրինակ որ գինի են խմցրում, չէ՞, բաժակից երկուսին բան, այդ պատարագի բանն է մնացել էլի, դեռ եկեղեցին որոշ բաներ պահպանել է, բայց ամեն դեպքում հիշում եք, ասում են թագավոր թագուհի, այսպես պսակ են դնում իրancs գլխին բան, էս լրիվ էս է ինչ որ պատմում ես, թագավոր են դառնում իրանք, բան են դառնում եւ իրանց ընտանիքի։ Եվ պսակը կարևոր է, խորհուրդ է, դրա համար խորհուրդ է անում եկեղեցին, սա 7 փրկարար խորհուրդներից մեկն է, եւ եկեղեցու մեջ մարդը փրկվում է նաեւ ընտանիքի մեջ, ասում է ինչ գիտես ով մարդ, միգուցե քո կնոջ միջոցով Աստված քեզ փրկի, հիշում եք։ Ինչ գիտես ով կին, միգուցե քո ամուսնու միջոցով Աստված քեզ փրկի, Պողոս Առաքյալն է ասում։ Այսինքն փրկության հարց կա այս ամուսնության մեջ։ Հիմա մեր եղբայր քույրերը հարանվանական եկեղեցիներից, բողոքական եկեղեցիներից չեն ընդունում, որ բանը պսակը խորհուրդ, ամուսնությունը խորհուրդ է։ Չնայած ընդունում են, որ մկրտությունն է խորհուրդ եւ ընդունում են, որ հաղորդությունն է խորհուրդ։ Բողոքական եկեղեցին երկու խորհուրդ է ընդունում։ Դե հիմա շատացել են, ով ինչ ասես ընդունում է, բայց ես դասական մոդելն եմ ասում։ Խոսել եմ շատ եղբայր քույրերի հետ, մկրտականների, այսպես ավետարան, ասում են երկու խորհուրդ ունի եկեղեցին, մկրտություն եւ բան հաղորդություն։ Ասում են խորհուրդ, բայց չեն հավատում, որ խորհուրդ է։ Որովհետև երբ որ ասում են մկրտությունը խորհուրդ է, հետո ասում են երեխաներին սխալ է մկրտել։ Ասում ենք ինչի։ Ասում են երեխան չի հասկանում։ Ասում են եղբայր դու չասիր խորհուրդ։ Խորհուրդը հենց այնա, որ ոչ մեկ չի հասկանում։ Խորհուրդը նշանակում է գաղտնիք։ Նշանակում է ծածկված մի բան։ Ասում են դե գրված է բանը, թող հավատա, հետո մկրտվի։ Այո, գրված է, ուրիշ բան էլ է գրված, ինչ ասես գրված է, ինչ ասես կարող ես Աստծո խոսքով բանել, բայց ես ասում եմ, ես չեմ ասում, այսինքն հայրերն են ասում, ես ուղղակի արտահայտում եմ այդ միտքը։ Պատկերացրեք, ամուսին եւ կին միացան, դառան եկեղեցի, հա? Խորհրդի միջոցով դառան փոքրիկ եկեղեցի եւ այդտեղ երեխա է ծնվում,
կինը մկրտված է, ամուսինը մկրտված է, այդ եկեղեցու մեջ մտնում են անմկրտած մարդիկ, եկեղեցին անմկրտած մարդուն չի ընդունում իր մեջ, դուրս է հանում։ Մարդը կարա մտնի եկեղեցու շենք դուրս գա, բայց ինքը եկեղեցու անդամ չի։ Ինչ պետք է անես, որ դառնա եկեղեցու անդամ։ Դի մկրտեն, չէ՞։ Մկրտում են, մկրտելուց հետո դրոշմ են անում, չէ՞, օծում են, հետո հաղորդություն են տալի, 3 խորհուրդը իրար հետ են անում։ Լիիրավ դառնում է եկեղեցու անդամ, մկրտությունով, հետո օծում են, եկեղեցին օծում է եւ հաղորդություն է տալի։ Հիմա երեխան ծնվել է, ես 5 երեխա ունեմ։ Հիմա ես պետք է 5 երեխաներս սպասեի, մինչև մեծանային դառնային 20 տարեկան, մեկը կարող է 20 տարեկանում հասկանալ, մեկը 40 տարեկանում, մեկն էլ կարող է 60 տարեկանում դեռ հասկանա այդ ինչա, ես արդեն մեռած եմ, հիմա դա եկեղեցի է իմ ընտանիքը։ Այդ Բաբելոն կներ, խուլիգանական եսի միշտ կներ։ Դրա համար մենք ճիշտ ենք անում, որ եկեղեցին մկրտում ենք։ Մենք հավատում ենք, որ Աստված եկեղեցի է ստեղծում, որտեղ 2-3 հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ։ Եթե ես հավատացյալ եմ, կինս հավատացյալ է, Քրիստոսը մեր մեջ ներկա է, անհավատները ինչ գործ ունեն, չմկրտված մարդիկ։ Հիմա կասեք կարող եմ մեծանան հեռանան, հա, ես էլ կարամ հեռանամ, որ 23 տարեկանում եմ մկրտվել, ինչ։ Հիմա ես չեմ կարա ուրանամ Աստծուն գնամ, կարամ, չէ, բայց նշանակում է 23 այդ բանը հաշվի առնելով, որ կարող է Վարդանը ուրանա 70 տարեկանում, եկեք 23 տարեկանում չմկրտենք, էսի լոգիկա չի, էսի տարօրինակ ինչ որ մի բան է։ Սիրելիներ։ Եվ այսպես մեր սիրելի քույրերը, եղբայրները հավատում են, որ մկրտությունը խորհուրդ է, բայց չեն հավատում, որ խորհուրդ է։ Այսպես վերանով խոստովանում են բան, բայց իրականության մեջ չեն հավատում, որ խորհուրդ է։ Ասում են, չէ, թող հասկանան բան, որ հասկացանք, արդեն խորհուրդ չի լինի, էլի։ Արդեն խորհուրդ չի լինի։ Եվ բանն էլ, նույնն էլ հաղորդությունը, ասում են հաղորդությունը խորհուրդ է, հետո ասում են դա մարմին ու արյուն չի, գինի ու հացը։ Ոնց պետք է գինի ու հաց դառնա բանը, գինին հացը դառնա մարմին եւ արյուն, միս եւ արյուն։ Նախ ես չգիտեմ ոնց պետք է դառնա, բայց Աստված գիտի, բայց ես ուզում եմ հարց տամ, եթե ձեր մեջ էլ է սրտի մեջ կասկածներ կա։ Աստված մարդուն ինչից ստեղծեց։ Հողից, չէ՞։ Հիմա էսի հողա, միսա, չէ՞։ Արյուն կա սրա մեջ։ Բա ոնց վերափոխեց այդ հողը, մսի արյունի, ոնց այդ նյութը փոխվեց։ Փոխեց էլի։ Ձև կա փոխելու, Աստված ձևերը գիտի, չէ՞։ Որ մենք հողից ստեղծվել ենք, ասում է Ադամի մեջ շունչը փչեց, չէ՞, Ադամը կենթանի հոգի դառավ, չէ՞։ Բա որ այդ հողից ստեղծվեցինք, դարանք միս արյուն բան, այդ բանը չի կարա միս արյուն դառնա, գինին ու բան, այդ զուտ տեխնիկական բան եմ ասում ես։ Կրոնական չեմ ասում։ Եթե ուզում եք ֆիզիկա եմ ձեզ պատմում։ Եթե մենք հավատում ենք, որ մարդը հողից Աստված ինչ որ հոգու միջոցով այսպես բան արեց, վերափոխեց այդ նյութը, հողի նյութը դառավ մարմին, դառավ բանը, ներվեր, ուղեղ, չգիտեմ ինչ արյուն բանը, սրան հավատում ենք, բա ոչ չենք հավատում, որ նույն Աստվածը կարա գինին եւ հացը դարձնի մարմին եւ արյուն։ Մենք հավատում ենք սրան։ Եթե չենք հավատում, չենք էլ հավատում, որ մենք հողից ենք ստեղծված։ Հեքիաթներ են դրանք, հեքիաթա խոսում ենք էլի, այսպես է։ Բայց այսպես չի։ Ուրեմն զարմանալի են մարդիկ, գիտեք, այսպես խարանում է մարդկանց մտքերը եւ չեն կարողանում պատկերացնել, որ այսպեսի բան է, որ Աստված ամեն ինչ կարա եւ Աստված ինքն է ասում, սա է իմ մարմինը, սա է իմ արյունը, չէ՞։ Հիսուսը ինքն է իր բերանով ասում, Պողոս առաքյալն էլ ասում, ասում այդ բանը բաժակը որ օրհնում ենք, միջ չգիտեք որ դա Քրիստոսի արյունն է, այդ հացը որ օրհնում ենք, կիսում ենք, չգիտեք որ Քրիստոսի մարմինն է։ Պողոս առաքյալն էլ ասում, եկեղեցին միշտ այսպես է հավատացել։ Եվ մենք որպես մարդ մեր ներսում, չգիտեմ այդ ներսը այդ որտե է գտնվում, սրտի մեջ է, թե ավելի խորը ինչ որ տեղ ունենք աննկատելի, բայց այդ տեղ մի տեղ կա մեր ներս, ցանկացած մարդու ներսում, որտեղ միանում են, այսպես միավորվում են, կարծես բան է, այսպես կպնում են իրար մարդու հոգին, մարդու մարմինը եւ մարդու միտքը,
Կարդու շունչը։ Եվ Տեր Աստվածը ասում է բացեք կանգնած ձեր սրտի դուռը, ծեծում եմ, եւ երբ որ մենք թույլ ենք տալիս, որպեսզի Տեր Հիսուս Քրիստոսը հոր հետ մտնի եւ մեր ներսում բնակվի, այնց տեղն է, որ ես ձեզ ասեցի, այդ մեր գաղտնի տեղն է, որ Տեր Աստվածը մտնում է իր Սուրբ Հոգու միջոցով եւ մեր մեջ բնակություն է անում։ Եվ այդ տեղը, որ միավորում է այդ խորը, շատ խորը տեղը մեր ներսը, մարդը անհատակ Աստծո պես անհատակ այսպես մի հատ բան ունի, խորություն ունի, որ ոչ մի բանը չի կարող այդ խորությունը լցնի։ Միայն Տեր Աստվածը, միայն Աստծո Հոգին կարող լցնի։ Դրա համար մարդիկ շատ տներ են առնում, շատ ճամփորդում են, շատ ուտում են, չգիտեմ ինչ, շատ ինչ որ շորեր են առնում բան, որպեսզի այդ դատարկությունը լցվի, բայց մի քիչ ուրախանում ենք բան, որ այ այս խորովածնել կերանք, այ այս քյաբաբնել կերանք, այ ես իմիշնել խմեցինք, այդ ուրախանում ենք բան, հետո նորից ենք ուզում, նորից ինչու, որտեղ այդ մեր ներսը չի կարողանա լցվում, չի լցվի։ Մեր մարմինը հագենում է, մենք գիրք ենք կարդում, երաժշտություն ենք լսում, ինչ որ մեր էմոցիաները բան, բայց այն դատարկությունը չի կարող չի լցվում։ Եվ գիտեք, ինչպես երկրի վրա մենք տեսնում ենք, որ կա ճշմարիտ կերակուր, մաքուր կերակուր, էկոլոգիապես մաքուր կերակուր, չէ՞, եւ կա այսպես բաներ, սուրագատ վատ կերակուրներ, այսպես օրինակ կարտոշկայի բանի, կարտոֆիլի փոխարեն չիփս են, չէ՞, արտադրում, չգիտեմ, այնտեղ հյութի փոխարեն կոկա-կոլա են արտադրում, դու ես շատ գիտեմ, մսի փոխարեն համբուրգեր եւ այլն բան, եւ այս մարդիկ, որ սա ուտում են, ամերիկացիներին տեսել եք, սա չաղ մարդիկ են, 100 կիլո, 300 կիլո, 500 կիլո, տեսած կաք այդ հեռուստացույցով ցույց են տալի մեկ-մեկ, ասենք ասենք մարդու ոտը, ինձ Լևոնին Վարդանին կպցնեն, այդ մարդու ոտը այդ կանա, ձեռքը այդ կանա, այսպես մարմինը աճում է, էլի, աննորմալ ձևով, որտեվ այսպես այդ բանը, այսպես հիվանդ սնունդ են ուտում եւ այդ հիվանդությունը այդ ինչ-որ գեները բաներ են այս սնունդների մեջ բանում, որ չփչանան բան եւ այս գեները ուտելով այս մարդկանց վրա ազդում է եւ այդ սկսում են մարդիկ ուռել, այս մարմինները ուռում է եւ այսպեսի այլանդակ բանից դուրս բաներ են անում, դիրքը բանը, տարածքը անդադ մեծանում է, այս մարդկանց չեն կարող տեղավորվել։ Հոգեվոր սնունդը ճիշտ այսպես է, այս կեղծ սնունդը, երբ որ մենք կեղծ հոգեվոր սնունդ ենք ընդունում, ոչ թե ճշմարիտ, մեր անձն է սկսում ուռել։ Մեր անձն է սկսում փառավորվել, մեծանալ, այսպես անճոռնի տեսք է ստանում, մեր չի երիքում մեր դիրքը, բան ուզում ենք ավելի մեծացնենք, բան է, մեր անձը մենք, ես, մենակ իմ մասին խոսան, մենակ ես խոսան, սա այս անիմաստ, աննորմալ հոգևոր սնունդն է, որ մենք ուտում ենք։ Մինչդեռ Աստված ուզում է, որ մենք ճշմարիտ կերակուր ուտենք, եւ ասում է ճշմարիտ կերակուրը իմ մարմինն է եւ իմ արյունն է ճշմարիտ ըմպելիքը։ Նույնիսկ Աստծո տված մանրանը ասում է ձեր հայրերը կերան ու մեռան, բայց ով որ ուտի իմ մարմինը, ով որ խմի իմ արյունը, հավիտյան պիտի ապրի։ Եվ այս հոգու, այս մեր ներսի այս բանը, այս կետը, որ ասում եմ, երբ որ Աստված միանում է մեզ, մենք միանում ենք Աստծո, մենք էլ միանում ենք Աստծո հոգու հետ, եւ Աստծո հոգու մեջ մենք հասկանում ենք Աստծո բանը, եւ ոմանք, որոնք ավելի են մոտենում Աստծուն, սկսում են ապագանել տեսնել։ Գիտեք ինչի, որտեղ Աստված գիտի ապագան, որտեղ մարդիկ միացել են Աստծո հետ։ Տեսնում են նաեւ անցյալը։ Օրինակ Մովսեսը չէր տեսել Աստված ոնց է մարդուն ստեղծել։ Չէր տեսել Աբրահամի հետ ինչա խոսացել, բայց Մովսեսը միացավ Աստծո հոգուն եւ այդ ինչ որ Աստված արել էր, Մովսեսը տեսավ եւ գրեց։ Ուրեմն Մովսեսը մարգարե էր նաեւ հետ անցյալի համար։ Չէ՞։ Եսայի մարգարեն էլ միացավ Աստծո հոգու հետ, ասեց կույսը պետք է հեղարանա, որդի պետք է ծնի բան, միացել էր Աստծո հոգու հետ եւ այն ինչ որ Աստծո հոգու մեջ տեսնում, մենք էլ որ միանանք, ժողովուրդ ջան, շատ բաներ կտեսնենք։ Հիմա կասեք, ես ինչ ասում Վարդան եղբայրը, բայց չեք կարդացել այս հատվածը, կարդան տեսեք։ Ա Կորինթացիներին 5:3-4։ Որովհետև թեև ես մարմնապես բացակա եմ, բայց հոգով ներկա եմ։ Որոշել եմ ներկա եղողի պես վարվել այս բանն անողի հետ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, երբ մեկտեղ հավաքվեք, իմ հոգու հետ միասին։ Ցեք ինչ ասում Պողոս առաքյալը։ Ուշադիր եք այս հատվածը։ Մեջ մտածել եք ո՞նց է հոգով ներկա։ Պողոս առաքյալը բանում է, Նյու Յորքում է, ասենց ասենք։ Մենք էլ հավաքվել ենք ստեղ։ Հիմա Պողոս առաքյալը հոգով ստե ներկա է, ո՞նց է ներկա, բայց ասում է ներկա է։
Տեսեք, նորից կարդամ։ Որովհետև թեև ես մարմնապես բացակայ եմ, բայց հոգով ներկա եմ եւ որոշել եմ ներկա եղողի պես վարվել այդ բանն անող հետ։ Այսինքն ոչ միայն ներկա է, այլև կարա ազդի այդ եկեղեցու մեջ։ Պողոս առաքյալը իր հոգով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, երբ մեկտեղ հավաքվեք, իմ հոգու հետ միասին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ եւ այլն եւ այլն։ Ոնց է Պողոս առաքյալը հոգով ներկա։ Ասում եմ, պատկերացրեք, մեր հոգին, քո հոգին, իմ հոգին եւ այլն եւ Աստծո հոգու մեջ է մտնում։ Չէ՞, միավորվում է Աստծո հոգու հետ։ Այդ եկեղեցին, որ հավաքվում էր, Աստծո հոգին այնտեղ էր, որտեղ Աստծո հոգին է, դել Պողոս առաքյալն է, Գրիգոր Լուսավորիչն է, Սուրբ Տիրամայրն է, բա մենք չենք աղոթում սրբերին։ Ներկա են իրանք, սիրելիներ։ Մենք որ մտնում ենք Աստծո հոգու մեջ, թույլ ենք տալի, որ Աստված մտնի այդ մեր այդ խորք տեղը, այդ միավորման տեղը, հա? Մենք էլ միանում ենք Աստծո հոգու հետ եւ միանում ենք նաեւ ամբողջ սրբերին, հրեշտակներին եւ այլն։ Եվ մեր համար ժամանակը կորում է, մեր համար անցյալ, ներկա, ապագա չկա, ոնց որ Աստծո համար չկա։ Մենք արդեն հենց հիմա ապրում ենք հավիտենական կյանքի մեջ։ Չգիտեմ, կարողացա բացատրել, փորձեցի այսպես բացատրել ինչ նկատի ունեմ, եթե չհասկացաք, ոչինչ, աղոթք արեք, Տեր Աստվածը ձեզ կբացատրի։ Եվ այսպես էլ երնում են տարբեր հրաշքներ, բժշկություններ եւ այլն, որովհետեւ Աստծո հոգին սկսում է գործել մեր մեջ։ Աստծո հոգով մենք երբ որ միանում ենք Աստծո հոգու հետ, ուրեմն այս բոլոր բաները լինում են եւ Տերն է փառավորվում։ Այս թագավոր, մարգարե եւ քահանա լինելը մեր կոչումն է Աստծո կողմից։ Եկեք այսպես չմոռանանք մեր կոչումը եւ չվախենանք հիմիկվա մեր այս ժամանակավոր վիճակներից, ապա ձգտենք դրան, միանանք Աստծո հոգու հետ եւ թե մեր փոքրիկ ընտանիքներում, թե մեր մեծ ընտանիքում եղբայրակցությունում, ավելի մեծ ընտանիքում եկեղեցում եւ ավելի մեծ ընտանիքում Քրիստոսի եկեղեցու մեջ մենք մեր դիրքը գրավենք, մենք մեր ճիշտ տեղը գրավենք եւ այսպիսով կփառավորվի ամենասուրբ երրորդությունը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։